Պետբյուջեի վերանայված նախագծի համաձայն էկոնոմիկայի նախարարության ծախսերը աճել են 38.4 միլիարդ դրամով, այսինքն հասել են 113 միլիարդ դրամի։ Այս մասին ազգային ժողովի նիստում Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Արդարադատության նախարարության կարիքների համար ծախսերը ավելացել են ևս 1.2 միլիարդ դրամով, հասնելով 25.5 միլիարդ դրամի։ Լրացուցիչ 34.5 միլիարդ դրամ կհատկացվի բարձրագույն դատական խորհրդին։ Միջոցները կօգտագործվեն Data-Alex դատական եւ իրավական տեղեկատվական համակարգի կատարելագործման համար, ասել է Հովհաննիսյանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը լրացուցիչ 341 միլիոն դրամ կստանա, իսկ առողջապահության նախարարությունը լրացուցիչ 1 միլիարդ դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կստանա լրացուցիչ 1.2 միլիարդ դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կստանա լրացուցիչ 3.8 միլիարդ դրամ։ Միաժամանակ ֆինանսների նախարարության ծախսերը կրճատվել են 3.3 միլիարդ դրամով։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից գործարկվել է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։ Այն հասանելի է Հայաստանի Հանրապետության ՊԵԿ պաշտոնական կայքէջի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ բաժնում։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Տեղեկանքը ևս դիմումատուին կտրամադրվի նույն հարթակի միջոցով։ Իրավաբանական անձանց եւ ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց եւ օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Օտարերկրյա գործընկեր կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել տեղեկանքի առկայությունը։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կողմից տրամադրված համապատասխան QR կոդի կամ էլեկտրոնային հսկիչ ծածկագրի միջոցով։ Նշենք, որ տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը 2025 թվականին չի գերազանցի 5%-ի շեմը։ Այս մասին ազգային ժողովի նիստում Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մեր կողմից իրականացված 2025 թվականի պետական բյուջեի կատարման գործընթացի վերջին վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ 2025 թվականի վերջին պետբյուջեի պլանավորված 5.5% դեֆիցիտի փոխարեն մենք կունենանք 5%-ը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պետական պարտքը չի գերազանցի ՀՆԱ-ի 50%-ի շեմը, պարզաբանել է Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ այդ ցուցանիշը թույլ կտա Հայաստանին կայուն տնտեսությամբ, ինչպես նաև կառավարելի եւ կայուն պետական պարտքի մակարդակով մուտք գործել 2026 թվական։